Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Ողջույն պարոն Սարգսյան։ Ամփոփում ենք շաբաթը, շատ խառը շաբաթ էր։ Սկսում ենք նախընտրական Հայաստան խորագրից, աղմկոտ ակցիաներ, հայոյախառը հայտարարություններ, իրար նկատմամբ եկեղեցու սպասավորներ, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյան, ում բերման ենթարկեցին այդպես աղմկոտ ձևով, ձերբակալված իրավապաշտպաններ արդեն երկրորդին են ձերբակալել, Կիրակի օրը սկանդալային պատարագ է լինելու Փաշինյանի մասնակցությամբ, հարսանեկի արարողություն է խափանվում քաղաքական մոտիվներով, ոմանք վտանգ են տեսնում, տեսնենք ոնց է հասարակությունը այս ամենը ընկալում, ոմանք վտանգ են տեսնում այս ամենի մեջ, ասում են, այս խառնաշփոթի մեջ ասում են, պառակտումը թուլացնում է երկիրը։ Իշխանությունները սրբություններին են դիպչում, դա շատ վատ է։ Մյուսները ասում են, որ իշխանությունները երկիրը մաքրում են անօրինականությունից, դա շատ լավ է։ Իսկ շատերը մեմեր են պատրաստում, ծաղրանկարներ են պատրաստում, սոցցանցերով տարածում եւ ծիծաղում։ Մարդիկ էլ զվարճանում են։ Դուք ինչպես եք գնահատում իրավիճակը։ Դե խորագիրը նախընտրական Հայաստան։ Ամեն ինչ ասված է։ Ով ոնց կարա գժվում։ Բայց այս աստիճան։ Լավ բարեկամ նախկինում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը Հայաստանում մի անգամ որ դեպք եղավ գնացին բորշ լցրեցին Ուկրաինայի դեսպանատան պատին, չգիտես ինչի որոշել էին, որ իրանց համար Ուկրաինան է Ռուսաստանն ու Ուկրաինան իրար հետ մրցում են, ուզում բորշը։ Այդ էր էլ տարե բորշը լցրել, այսինքն այդ մարդիկ, ռուսամետ մարդիկ, ընդ որում Հայաստանի հետ չէր կապված էլի, այդ ռուսական թեմայի մեջ էր, պրոռուսական դեպքեր էին։ Իրանք փաստորեն այդ միջոցառումով ճանաչեցին, որ բորշը ուկրաինական է, որտեվ տենց որ դա, բայց պարոն Ավտոպանով շատ լավ էր ասում, Հայաստանը ժողովրդավարական երկիր է։ Հայաստանում յուրաքանչյուր մարդ իրավունք ունի օրենքը չխախտելով անի այն ինչ որ ուզում է։ Դե հիմա եթե մարդ ուզում է խայտարակ լինի, թող լինի։ Եթե մարդ ուզում է ինքը իրան վնաստա, թող անի։ Եթե մարդ ուզում է ոչինչ չանի, թող անի։ Այսինքն ինչքան աղմկոտ, ինչքան սկանդալային, այնքան լավ։ Տեսեք, չէ, այդքան լավ չէ, ուղղակի նույնը կարելի է հանգիստ անել, չէ՞։ Մարդիկ ինքնաարտահայտման խնդիր ունեն։ Քաղաքական պայքարը ցավոք սրտի մեզ մոտ բավական երկար ժամանակ գտնվում էր ինչ-որ նախածանձնյան վիճակում, շատ երկար, շատ ավելի երկար, քան դա կարող էր եւ պետք է լիներ, չնայած կան երկրներ, որոնց չեմ չի դուրս եկել։ Խոսքն այն մասնա, որ յուրաքանչյուր քաղաքական շարժում այսպես թե այնպես խնդիր ունի կողմնակիցներ հավաքելու եւ հայտարարելու իր մասին։ Մարդ կա տենց է բանան, որ ասենք, չգիտեմ, սկանդալ պետք է լինի, մարդկա պետքա շատ աղմկոտ բան պետքա լինի անի, որպեսզի իր վրա ուշադրություն դարձնի, որտեղ բան չունի ասել։ Այսինքն ես 8 ամիս մենք սա տեսնում ենք։ Հասարակության որ եթե բան չունես ասելու ծրագրային առումով, ինչ պետք է ասես։ Պետք է ասես, որ չգիտեմ, Նիկոլ Փաշինյան սատանա է։ Կամ Նիկոլ Փաշինյանը պետք է ասի սատանան դուք եք։ Դրանով է զբաղված են։ Այդ զանգվածը, որը կա, որը դրան հավատում է, որը այդ entertain է անում, որը դրանից հաճույք է ստանում։ Նույն զանգվածն է, որը ժամանակին վատ սերիալներ էր նայում Հայաստանի տարբեր ալիքներով։ Նրանք ասում են գողավազակ ես, այդ մյուսներն էլ են ասում գողավազակը դուք։ Այսինքն, չկա որ, տեսեք, նույն բանն է, մոդուլով նույնն է։ Այսինքն, սա ասում է գողավազակ ես, սա ասում է գողավազակ ես։ Ես ուզում եմ հիշեմ, չնայած քաղաքական աստար կարգին հաղորդման մեջ հայտնի բանն է, որ ասում է լիրբ փչացած, բանը ֆիզկուլտն է գալիս, ասում է աղջիկ ջան կռիվ մի արեք երկուսն է ճիշտ է։ Հիմա հարցը ես դրանում է, համ նրանք է ճիշտ, որովհետև քաղաքական շարժումը ցավոք սրտի իրենց բանում, իրենց այս ժամանակահատվածում, որը կարելի է սկսել Ճարաբաստիկ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին իսկ կեղծած ընտրություններից 95 թվականից մինչև հիմա։ Իրանք նույնն են։ Այստեղ գիտեք կարելի է ուղղակի բան անել։ Այսօր ընկերս շատ հետաքրքիր մի հատ նյութ ուղարկեց հին։ Սովետական միության ժամանակ
գնացքով Ղազախստանում գնում եմ այդ թատրոն, Ժվանեցկին պատմում է, ասում է թատրոնը, գնում ենք Ալմատա, բաների, գաստրոլների, սովետն է, ասում է, 70-ականների վերջն է, ասում է կանգնած նա ինքն է, կարծիքն է, բան հայտնի դեմքեր ու իրանց հետ նշանակած KGB-ի համապատասխան սպայական անձնակազմում, ասում է կանգնած ենք տամբուրում, նայում ենք, ասում է կարծիքով սենց վարում, գնդապետին ասում է տեսնում ես այս Տափաստանը, Տափաստանն է, սա Ղազախստանն է, ասում է այս սենց էր երկիրը ցարի ժամանակ, դե 70 թիվն է, բան չի փոխվել, նույն Տափաստանն է, հարցը նրանում է, որ իրականում այդ 30%-ի համար կռիվ անողները, ովքեր իրար անվանում են գողավազակ, Այդ ինչ 30% է։ Այդ բնակչության 30%-ն այդ հարցումներով դուրս եկող, որոնք որ կամ Փաշինյանի Չկողմնորոշվածներն են։ Չէ, դա ընդհակառակ, դա կուր կողմնորոշվածներն են դեպի կամ Փաշինյան կամ բան պրոռուսական ուժեր, նու տանց Իսկ չկողմնորոշվածները։ Չկողմնորոշվածները մնալ 65%-ը նրանք են, այ հույսները ինչի է այս ամեն ինչը հիմա աշխատում եւ ինչու են իրանք իրականում Գյումրի ընտրությունների ժամանակ ԿՊ-ի ներկայացուցիչը Սարիկը շատ կարևոր բան ասեց, ինքն էլ չնկատեց։ Այդ իրականում ես չի խորանալ, դա Արմեն Ներովանեսն դրանով զբաղվում։ Ինքը ման արեց, ինձ թվում է ձեր եթերում էլ ասել։ Ինքը մնաց ասեց այդ ընտրություններից հետո պարտված ԿՊ-ի ասեց, դե շատ մարդ եկավ ընտրությունների, դրա համար մենք չկրեցինք։ Դա իրանց ռազմավարությունն է, իրանց քաղաքականությունն է, պետք է զզվացնեն, պետք է ընտրությունները սարքեն շատ կեղտոտ բան, որ մարդիկ չուզենան գնան ընտրությունների։ Ընտրությունները կեղծ ապակողմնորոշեն Չէ, ընտրությունները չեն կեղծելու, հա, չեն կեղծելու։ Պարզա կգնա ինչ-որ մասսա ընտրությունների, միևնույնն է գնալու են ինչ-որ կերպ արտահայտվեն։ Բայց խնդիրը նրանում է, որ իրանք ուզում են ընտրություններին են ֆլորը են աստառը տան, որ ինքը շատ զզվելի կեղտոտ բան է, որ այդ Դե հիմա էտա Հայաստանում դա միշտ մեծ է, այդ աբսենտիստների թիվը միշտ մեծ է։ Չեմ գնում, որովհետև իմ ձայնը չի որոշվում։ Ես վերջերս հայտնվել է վախենում եմ, որ իմ ձայնը մի հատ ուրիշի կգնա, դրա համար չեմ գնում։ Մի պահ բաներ, տենց կեղծ բան էին մցրել այն Սերժի վերջի տարիները, բանը որ տիպը գնացեք ընտրությունների նույնիսկ բան դրեք, որտեղ այն ժամանակ ցածր ներկայացություններ վատ, դուք կարող եք որում չհավաքվել նորմալ առումով, հա։ Այսինքն այստեղ խնդիրը որն է, շատ կոնկրետ կամա թե ակամա, իրանք այդ խնդիրը իրանք փորձում են փչացնել ընտրությունների ամբողջ իմաստը, սարքեն այդ բաները այլանդակ, ինչ-որ սենց փողոցային շատ ցածր մակարդակի ինչ-որ տենց բառակռվի տեղ, որ մարդ զզվի ուղղակի իրանցից ընտրությունների չգնա։ Սա ամենավատն է։ Ինչա պետք անել իրական։ Հիմա չեմ ասում, որ մեմ սարքողները բան են, տենց, բայց իրանց ստրատեգիան ամենաճիշտն է։ Այսինքն պետք է հասկանալ սրա, մենք մասում վաղուց ենք խոսում։ Գոյություն ունի մի մեծ զանգված քաղաքական կուսակցությունների, շարժումների եւ դեմքերի, որոնք Հայաստանում այս կամ այն կերպ գործում էին մինչև 22 թվականի փետրվարի 24-ը։ Այ բոլորը ովքեր այդ ժամանակվա դրությամբ գործում էին, իրանք բոլորը պետք է անտեսվեն։ Այդ թվում չներվայնացնեն, որ լսում եք իրանց չներվայնանաք, իրանց ասացին ուշադրություն չդարձնեք, իրանց չհավատաք, ոչ ման չանեք։ Որովհետև եթե դուք փետրվարի 24-ից Հայաստանի քաղաքական դաշտում մնացել եք, պարլամենտական ընդդիմություն, քաղաքական բան եւ որևէ կերպ չեք արտահայտել ձեր դիրքորոշումը այնց որ ասենք մենք ձեզ ճանաչենք։ Բացի հապակագծեր կամ մարդ լինի չհասկանա ինչ Պետրովի Սանչեսը։ Տեսեք, դա Ուկրաինայի դեմ պատերազմի սկիզբն է, երկրորդ փուլի, այսպես ասած, ուժեղացված։ Դրանից առաջ բարձր Արցախի 44 օրյա պատերազմն էր։ Դա արդեն շրջափակումն էր Արցախի։ Արդեն ամենաբան փուլում էր 22-ին փետրվարի կնքվեց ռազմավարական պայմանագիր Ալիևի եւ Պուտինի միջև,
Այսինքն Պուտինը հերթական անգամ Հայաստանը ծախեց։ Այս ընթացքում ովքեր որ եղել են քաղաքական, ես հիշեցնեմ 22 թվականի մարտի 17-ին էր, 18-ին էր, ինչ էր, թե հա, այդ կողմերը Քոչարյանը մարդկանց դուրս հանեց։ Հիշում եք, որ ասֆալտի վրա մաշվում էին։ Մինչև մայիս են որ վրաններ էին դրել Ֆրանսիայի հրապարակում, են որ հա, փակել էին երթևեկությունը վերջում ամեն վրանում թե մի հոգի կար թե մի հոգի չկար, այդքան սպառվեցին, մաշվեցին ասֆալտի վրա։ Այսինքն այդ սաղ շարժումը տենց էր էլի։ Իրանք ետ էին անում, իրանք այդ մարդիկ էին, ովքեր ինձ սպառնում էին, որ հեսա Ռուսաստանը մտնելու է Կիև 3 օրում, քեզ ֆանալի ստոլբի վրա կախենք։ Այսինքն ես ինչ ես խոսում, Ռուսաստանը գիտես ինչա բան ասած։ Մյուս կողմից, ասենք 21 թվականի ընտրություններից հետո լրիվ հասկանալով Նիկոլ Փաշինյանը նշանակում է Ռուսաստանի գործակալների որպես նախարարներ, այդ թվում պաշտպանության։ Հասկանում եք, այդ նույն մասսան է։ Մարդիկ ազգային ժողովում նստած գիտեն, որ Ռուսաստանի գործակալի են նշանակում իրանց կուսակցության առաջնորդը, ինքը վարչապետը, նույն, որ գրած էր, Նիկոլ, ինքը տենց էր ընտրվում։ Նիկոլը Ռուսաստանի գործակալի դնում է բանակի հրամանատար Ռուսաստանը, որը ծախել է քեզ։ Ամեն ինչ նորմալ է։ Հետո ասում է, որ դրել եմ, դե հատուկ եմ դրել, որ հատուկ ես դրել ուրիշ երկրի գործակալի պաշտպանության նախարար, բայց քեզ ոնց վերաբերվեն։ Սաքսյան, մի հարց տամ, որը գուցե քաղ տեխնոլոգներին պետք է տրվի, մի քիչ բարդ հարց է։ Նենց չի, որ ես չեմ ճանաչում այդ գործը։ Ես շարունակում եմ թույլ տալիս, որ ես ասում, մարդն ասում է, ինքդ քեզ մի գովի, թույլ տուր ուրիշը գովի, հիմա ես էի ուզում գովել, այնպես չէ, որ սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանը չի կարողանա պատասխանել այս հարցին։ Եվ այսպես, կատակը մեկում հարցը հետևյալն է։ Հարցը ձևակերպվում է հետևյալ ձևով. ինչն է կողմնորոշիչ լինելու մեծամասնության համար։ Ինչու եմ հարցնում։ Իմ զրուցակիցներից մեկը, հյուրերից մեկը ասաց, որ արտաքին թեմաները, արտաքին քաղաքականության թեմաները չեն լինելու կարծիք հայտնեց որոշիչը, այլ կոռուպցիայի դեմ պայքարը, որով Փաշինյանը եկավ եւ այդ 18 թվականին կարողացավ այդ դրոշով հաղթական այսպես արշավանել կաշառակերության դեմ, անօրինականության դեմ, անգամ ոչ այդքան սոցիալական խնդիրները, որքան արդարության անվան տակ, դրոշի տակ տարվող ընտրապայքարը, ընտրաքարոզը։ Եվ այսպես, ինչն է կողմնորոշիչ լինելու մեծամասնության համար ըստ ձեզ արտաքին թեմաները Ռուսաստան, Արևմուտք, այնուամենայնիվ կաշառակերություն, կոռուպցիա եւ դրա դեմ պայքար։ Մեծամասնության համար ձեր նշվածները ընդհանրապես կապ չունեն։ Մեծամասնությունը, եթե տեսեք, խնդիրը որն է գոյություն ունի, այսպես կոչված Մասլոուի բուրգը, հա, ինչ որ միտեղ դա գալիս է անմիջական կենսական նշանակության խնդիրների լուծում, չգիտեմ, կոպիտ ասած տուն-տեղ ուտելու հնարավորություն, մի փոքր անվտանգություն։ Սրա վրա բոլորը բարիշում են։ Մեծամասնությունը միշտ տեղ է կանգնում, որովհետև հետո գալիս է, ասենք, չգիտեմ, հասարակության համար կարևոր գործողություններ, ինքնաարտահայտում, ճանաչելիություն։ Ընդհանուր առմամբ եք ասում, թե կոնկրետ հայ հասարակության մասին ենք խոսում։ Ինչ կապ ունի։ Մենք հետո գալու ենք հայ հասարակություն, ոչ թե առանձնահատկություն ինչ-որ յուրահատուկ։ Մենք ու բան չենք, չէ, իհարկե մենք հին ազգ ենք, 6000 տարվա պատմություն ունենք, բան։ Ուղղակի մեր հին ազգի մեջ, որը այդքան պատմություն ունի, մարդկա ասում է Արարատը մեր հետ կապ չունի, եկեք Արագածի վրա յայլեկը սիրենք։ Հասկանում եք ինչ։ Այսինքն ցավոտ հարցերը բոլոր տեղերը նույն ցավոտ հարցերն են։ Սա մեկ, չէ, ասում եմ, այդ բոլոր տեղը տենց է, Հայաստանում եթե նկարագրենք, ոչ ոք չի փոխվում։ Նույն բանն է։ Մեծամասնությունը մեկը ասում է, ախպեր, ին գործի է, ինչն է ինձ համար կարևոր։ Okay։ Ցավոք սրտի, կյանքը եւ բանը այնպեսին է, որ դու չես կարող անել։ Մենք ասենք, լավ, չգիտեմ, երևի թե մարդիկ պետք է հասկանան, որ իրենց խաբել են։ Երբ որ վարչապետը դու ես, այդ 18 թվականի գորգրոցը, մի մասը բաներ հասկանում եք, երբ որ բացատրում էիր, ինչ են ասում քեզ, կանգնած եմ, այնտեղ հրապարակում կանգնած եմ, մարդիկ ասում ինչ եք ուրախանում, չեք հասկանում գլխարադանում։ Իրա վրայից մեղավորությունը անում է,
Հետո սա ընթացքում էլ ասում էր, ես պատասխանատու եմ, բայց մինչև հիմա էլ նույն բանն է Այո, պատասխանատու եմ, բայց մեղավոր չէ։ Չէ, այդպես չի ասում, ասում արեք հեղափոխություն։ Դա էլ խիստ եք միշտ, ես դա այս օրինակ բերում եմ, դուք ավելի խիստ եք դերում։ Հա, որովհետև ինքը տենց է ասել։ Ինքը հակասահմանադրական փոփոխության կոչ է արել։ Իշխանության հակասահմանադրական փոփոխության կոչ է արել։ Հետ են գալիս, Ինչի մասն է խոսքը, հասարակության մեծամասնություն, դուք ասում եք մեծամասնությունը միշտ տեղ կանգնում է։ Պետք է հասկանալ, մեր մոտ մեծամասնությունը ավելի քան 60%, ավելի նույնիսկ։ Ունեն ընդհանրապես միջնակարգ կրթություն լավագույն դեպքում։ Ակնկալել, որ մարտով ինչ-որ ամենաշատը 10 դասարանի կրթություն ունի, ասենք ինքը պատճառ-հետևանքային կապերով կարա հասկանա, թե ինչն է առավելությունը սրականները, չի կարել։ Ուրիշ հարց է, որ այս ֆոնի վրա, սա հաշվի առնելով, քաղաքական ուժերը, որոնք գործել են մինչև 22 թվականի փետրվարի 24-ը, արտաքին գործոնները վուլգարիզացնում են եւ այդ վուլգարիզացրած տարբերակը հազար ներողություն, բայց դա ոնց որ գեղեցիկ միջնադարի ռենեսանսի նկար, ասենք Տիցիանի նկարը վերցնես ու շատ վատ ռուսական պորնո։ Իրանք Տիցիանի նկարի վրա մեր կինը վերցնում են, սարքում են ռուսական պորնո։ Իրանք վերցնում են միջազգային հարաբերությունները, որոնք շատ նուրբ կարգավորման կարիք ունեն, եւ ասենք օգտագործելով 5-րդ գլխավոր վարչության FSB-ի նարատիվները, դրանից սարքում են բան, արևածաղիկի սերմ, սկսում են բաժանել։ Նիկոլը Պուտինին չընդունեց, դրա համար Պուտինը Ղարաբաղը ծախեց։ Չդիմավորեց։ Ռուսաստանը, հա, լավ չդիմավորեց, հա, չնայած մեր արարողակարգով չկա տենց բան։ Ռուսաստանը բա մենք ինչ անենք, Պրագայում ճանաչեցին, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, դրա համար Ռուսաստանը ոչ մի բան չարեց, բան, ասած հիմար, լրիվ հիմար, բայց դե հիմարը նոր Ազատ Արշակյանի հետ խոսում եմ, ես չեմ կարող ուրիշ ձև ասեմ, սա հիմարություն չի, սա սրիկայություն է։ Մարդ ով նման բան ասում, ինքը տականք է, իրան պետք է ապտակել, իրան պետք է հաց չվաճառեն, իրան պետք է ասեն հացի տեղը կգնաս, Ռուսաստանի դեսպանատան հետևի, երևի, այդ ադբրոսները իրանք որ շպրտում են, հետիկը լապ ես, դու մարդ ես։ Բայց դա հիմնական քարոզների այո, հիմնական նարատիվ, բախ դրա համար եմ ասում, բա ինչ են իրանք սարքում ռուսական պորնո, բա այդ են սարքում։ Որի վրա կառուցում են արդեն վերաբերմունք, գնահատական։ Իրանք ընդ որում մարդկանց շատ հեշտ է դրանով խաբել, որովհետև էմոցիան է։ Եթե այդ հույզերը չլինեն, մարդկանց հնարավոր չի հրամցնել քաղաքական պայքարը։ Ահա, այսինքն այնուամենայնիվ նորից ես հարց եմ տալիս, տեսեք, էմոցիա բռնում են, հիմա ինչ է կատարվում, նույն Վարդան Ղուկասյանին ես հարց եմ տալիս, ինչու այդպես վազելով, չգիտես ինչ անելով, նա էլ ժպտում է, տարան, կարող էին հանգիստ, ինչու է այդ էմոցիոնալ դաշտ բերվում այս բոլոր իրադարձությունները։ Չէ, էմոցիոնալ դաշտը այն պահից է, որ գալիս են քեզ հրավիրում են, քեզ հրավիրում են ու չես գալի, ինչպես ասում են, քեզ որ կանչում են, չես գալի։ Բարեհաճում։ Հա, չես բարեհաճում։ Դե հիմա եկել են կոպիտ ասած Չէ, ուզում ասեմ էմոցիաների վրա են աշխատում։ Էմոցիա, ով է էմոցիաների վրա։ Ածեի մարդիկ, որ ինչպես ժողովուրդը պաշտպանվի դրանից, որ էմոցիայից։ Հա, որ էմոցիա։ Ախր էմոցիայից պաշտպանվելու համար նոր։ Չէ, որպեսզի չշահարկվի էմոցիան, ոչ թե պաշտպանվելու էմոցիայից։ Այն պահից, երբ որ դու էմոցիայի մեջ ես, ինքը շահարկվում է։ Էմոցիան նշանակում է շահարկում։ Էմոցիայի տակ ռացիոնալ բացատրություն չկա։ Քեզ դուր է գալի կամ դուր չի գալի, էմոցիան լավ բան է իրականում։ Մարդիկ տենց ասենք սիրառում են, ընտանիքներ են կազմում, բան են։ Չէ, բայց հիմա քարոզարշավի դրա վրա է հիմնված։ Նորից ախր ասեցի, կրկնում եմ։ Քարոզարշավի մեջ խոսում է, հանում եք, տեսնում եք, որ ինքը քաղաքական ուժ է, որը եղել է մինչև 22 թվականի փետրվարի 24, ասում եք ռուսական նավի հետևից։ Ասում եք բոլոր դեպքերում նայիր կետ առաջինը, դա 24։ Դա դժվար չի։ Սենց ասեմ, ընդ որում Սամվել Կարապետյանի զարմիկը եւս գոյություն ունի մինչև փետրվարի 24-ը, 22 թվականի։ Ինչպես։ Ինքը Ռուսաստանում է, ինքը ռուսական ներկայացուցիչ է այստեղ։ Հասկանում եք։ Փետրվարի 24-ին
նես չի որ այդ բանն է, հա, բայց մարդիկ ովքեր Ռուսաստանի հետ կապնված են, չեն կարա Հայաստանում քաղաքական բան որոշեն։ Ռուսաստան։ Լավ, շնորհակալություն, հաջորդ թեման վերցնենք, Թրամփ-Պուտին պետք է հանդիպեին, ոգևորված էր Թրամփը եւ Պուտինի ոգևորության մասին չեմ կարող ասել, նա երբեք երևի չի ցուցադրում իր ոգևորությունը, մեկ էլ չեղարկվեց։ Չգիտես, կարող է բունկերում պատերով վազել։ Ահա, բայց այսպես հա, մենք չենք իմանում։ Մենք չենք տեսնում, դա, մենք երբեմն այսպես սուր ինչ որ համեմատություններ Պուտինի կողմից լեզուն գիտեք, խոսքը սուր է։ Եվ Թրամփը հանդիպումը չեղարկեց։ Դուք գիտեմ, որ հետևում եք, կասեք ինչպես եղավ, որ չեղարկեց, բայց Թրամփը մի հատ այսպիսի նախադասություն ասեց։ Դե ասում եմ, մենք չեղարկեցինք Պուտինի հետ հանդիպումը։ Ես պարզապես չէի կարծում, Թրամփն է ասում, որ դա ճիշտ է հանդիպելը։ Ես չէի կարծում, որ մենք կհասնենք այնտեղ, որտեղ պետք է հասնեինք։ Ուստի չեղարկեցի։ Այսինքն, ինչ է ստացվում, Թրամփը հասկացավ, որ չէ, այսպես ասեմ, ինչ հասկացավ Թրամփը, ես չէի ուզում գնահատական տալ։ Թրամփը հասկացավ, որ Պուտինը ինչ է անում։ Թե ոչ ման չի հասկացա Թրամփը։ Բա ոնց ստորմուց տվեց, այսպես ասած, արգելակեց։ Թրամփը հերթական անգամ ինքը նախ եւ առաջ ինքը իր ծրագիրը բաց ասում։ Ինքը նես չի որ մի Պուտինը։ Չէ, Թրամփը տոպրակա։ Պուտինն էլ, Թրամփը նես չի որ բան։ Ինքը ամեն անգամ ընդ որում տպավորությունն է, որ չգիտեմ, երկու խուլու համար իրար մեջքով կանգնած ժեստեր են անում, որը մեկը էս պատին այդ ժեստ անում, մյուսը էս պատին, իրանք իրար չեն տեսնում, չեն հասկանում, կամ ձև են տալի, որ չեն հասկանում։ Բայց հեռախոսով 5 ժամ, 6 ժամ։ Էս մաս, հա, տեսեք, երբ որ շատ Երջանիկ, հա, երբ որ շատ խելացի չեն բաները, դիսպուտ անողները, իրանք կարան խոսան սուտկեքով, կարան խոսան այնքան ուժած բառալ։ Ասմաով դուրը ծեցում, նստի ես կբացեմ։ Հիմա իրանք չեն հասկանում ինչա կատարվում, երկուսն էլ։ Այդ հեքիաթները նրա մասին, որ Պուտինը լճի սկսե, Պուտին դալ պռախոտ բան, անասունի մեկն էլ է դա։ Իրանք չեն հասկանում ինչա կատարում, դեդ որ Ռուսաստանի ռուսամետ հայությունը տենց Ռուսաստանը լճի սկսե բան է։ Հայաստանում չի սկսել։ Չէ, Ուկրաինայում լճի սկսե, Ուկրաինայից ենք խոսել, հա, Ուկրաինայից ենք խոսել։ Իրանք երկուսով նստել ոչ մեկը հասկանում ինչա կատարում, ոչ մյուսը։ Երկուսի դիրքորոշումը իրարա մերժ է, ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի։ Իրանք իրարա մերժ են։ Ուղղակի Հայաստանը եւ Ադրբեջանը փոքր են։ Կարելի է ճնշել, օրինակ Ադրբեջանը նավթի գների անկումից դարել է կուրկուրի ձակ։ Եվրամիությունը Ադրբեջանից պահանջում է մատակարարվող գազի սերտիֆիկատ։ Ինքը 27 միլիարդ խորանարդ մետրի պայմանագիր է կնքել, որ Ադրբեջանի սաղ գազը այդ թվում, ասենք, իրանք գազ հնարեն էտել ծախեն, ասենք 3-4 միլիարդ չի լինում։ Ինքը պայմանավորվել է այդ գազը ծախել Ռուսաստանի գազը։ Հիմա Եվրամիությունն ասում է սերտիֆիկատ տուր, որ այդ գազը քոնն է։ Չի կարա։ Չի կարա ինչու, որովհետև Ադրբեջանից դեպի Թուրքիա գնացող գազամուղը առավելագույնը կարա սպասարկի 8 միլիարդ։ Դե նույնիսկ 8 չի կարա սպասարկի։ 27 ոնց է ծախում։ Ուրեմն Թուրքիայից է վերցնում։ Թուրքիան գազ չունի։ Թուրքիան դա բան, թուրքական այդ հոսքն է։ Ռուսաստանի գազն է, որ ընդերան վերջ բրծել այն Տուրեցկի պատոկն է, անդեր մի հատ էլ Սոկարի մեծ Թուրքիայի ամենամեծ թար նավթամշակողը մցրեցին պատժամիջոցների տակ, մի հատ էլ վերջի փաթեթով Լուկոյլի ու Ռոսնեֆտի ունեցած է, որովհետև բանում Բուլղարիայում Բուրգասում այդ Լուկոյլի գործարան կա, որը Եվրամիության համար այդ տարածաշրջանի ամենամեծն էր, եւ Ալիկ Պերովի թեթև ձեռքով այդ բանը անցնում էր Ադրբեջանին հենա, եվրոպացի գիտեին դրա մասին, էդ էլ մսրեցին պատժամիջոցներին, տակ բրծավ։ Այսինքն Ալիևը նավթի գները ընկնում, բացի դրանից ես տենց բան չեմ ասել, բայց պաշտոնապես կարող ենք շնորհակալություն հայտնել այն հետախուզությանը, որը Բաքու Ջեյհանը բանը փչացրել է, տարողունակությունը մեր այդ բանը քիմիական նյութերը ավելացրել են այդ մարդուն շատ։ Այդ չէ, այդ մարդը ում որ նստացրել են, ոչ կապ չունի։ Խիստ պատիժներ են։ Ոչ կապ չունի, այդ շատ երկար ժամանակ, այդտեղով այդ
ինքը ընդեղ 480 բարել օրեկան, 480,000 բարել օրեկան բաց թողում։ Մեղավոր են պարզապես Մեկին նշանակել են մեղավոր, բայց խնդիրը նրանում է, որ նախ այդ 480,000 բարելը դա 2015 թվականի տվյալներն է։ Դրանից հետո Ադրբեջանը չի հրապարակել։ Եվ մենք գիտենք, որ անկումը իրանց շատ մեծ է տարեց տարի։ Այսինքն Azeri Light գրեթե չկա։ Եվ ինչ որ մի պահի հասկանալով, որ ինքը futuresները վաճառ է Azeri Light-ի, եւ այդ Azeri Light-ը գոյություն չունի, ինքը ինչ որ մի կերպ պետք է դա փակի ամեն դեպքում։ Նավթից փողը պրծել է, գազը ուզում են բան, սերտիֆիկատ։ Իսկ իր բյուջեն հաշվարկած է նավթի գինը $75 բարելի դիմաց։ Հիշացնեմ, որ հենց հիմա, երեք առնվազն խոսում ենք 56 էր։ Uralsi, ուրեմն երևի էդի $4 դեմպինգով է գնում, պրեմիայով, 60-61-ի կողմերը երևի բաններ, բրենդներ, վստահ չեմ, բայց էական չէ, ամեն դեպքում իրանց ուզածից քիչ է։ Իսկ իրանց մոտ բյուջեի 80%-ն է ձևավորվում նավթից գազից, նավթամթերք գազ, եւ հետեւաբար դու ստանում ես ահռելի մեծ բյուջեի դեֆիցիտ, ահռելի մեծ ծակ, որը սոցիալական բաների, դրա համար ինքը տենց խելոքացել է։ Ձեզ կարող եմ այսպեսի հարց տալ, եթե չի ասում եք, եթե համաձայն չեք, հարցի տեսքով եմ տալիս։ Այս հացահատիկի թույլ տալը Ադրբեջանը իր տարածքը տարանցիկ բացելը նա ապաշրջափակման մասին ընդհանրապես չի խոսում։ Բացի այդ ղազախական հացահատիկի մուտքից չի խոսվում։ Այդ դրա թույլատրումը, այդ քաղաքասարակության ներկայացուցիչների գալը Հայաստան եւ հայաստանցիների հետ խոսելը իդեպ նրանց մեջ իրենք չգիտեին, որ այսինքն չէին կարող չիմանալ, որ հայաստանցիները շատ դժգոհությամբ ընդունեն այդ փաստը, որ նրանց այդ քաղաքասարակության մեջ այն կինն է, որը Լաչինի միջանցքում կանգնած էր այդ շրջափակման։ Դե հատուկ արած։ Այո, հատուկ արված է, այսինքն, բայց ուղարկել են քաղաքասարակություն Հայաստանի։ Հացահատիկը թույլ են տվել։ Դուք դիտարկում եք, որ դա ինչ որ կապ ունի դե ճնշում ասեմ շատ մեծ ծանր ձևով ճնշման հետ է, ոչ թե դա բարի կամքի դրսևորում է, ոչ թե փորձ է երկխոսություն հաստատել Հայաստանի հետ։ Հարգեք, ադրբեջանցին ինչի կարա բարի կամք ունենա, ինքը ոչ մեկը։ Միջին ամենագրագետ ադրբեջանցին գիտի, որ ինքը ոչ մեկը, որ նույնիսկ իր էթնոնիմն է հնարած Ստալինի Ռամանովը 20-րդ դարի 36 թվականին է եղել, այսինքն ապացույցի կարիք էլ չկա։ Սովետական միության այն ժամանակ հələ ստեղծված մարտահամարներում ադրբեջանցի չի եղել մինչև 36 թիվը, տարգեք։ Սա տեսեք, դա 1, 2։ Ես չգիտեմ ինչի է պետք, երևի այս մեր իշխանությունները տենց բան են, շատ են էլ իրանց վրա վերցնում, բայց որպես մարտով 97 թվականից անձամբ զբաղվել Հայաստան, Ադրբեջան, Վրաստան այդ ամբողջ երակողմ բաներով, խաղաղության, երիտասարդության բաներով բանակցել։ Սա ընդհանրապես առաջի անգամը չի, որ ադրբեջանական քաղաքասարակությունը գալիս է 1, 2, մեր մոտ գալիս էր իրականում, չէ, մեզ մոտ իրականում գալիս էր քաղաքասարակություն, որը կար։ Մարդիկ ովքեր մենք գիտեինք, ովքեր զբաղվում են դրան, անձամբ է մեկները ստեղ հանդիպել։ Դա երբ Այդ դե մինչև Իլխամը սաղին հանեց։ Այո։ Խաղից։ Սա սրանք որ եկել են, սրանք բան չեն, սա քաղաքասարակություն։ Հարցս գիտեք ինչն էր, այո, մենք տեսանք, որ վերադառնանք բանին, սա հարցին պատասխանեմ, հետո նոր դուք բան արեք։ Հաջորդ դրա հաջորդ փուլն է։ Ուրեմն ինչ վերաբերվում է հացահատիկին, հացահատիկի խնդիրը տեղ ոչ միայն բանի վրա ճնշումն է, Ալիևի վրա ճնշումը որ եղել է, նաև Ղազախստանի իմիջային ինքնամաքրման գործընթացի մեկն է մեջ անցնում։ Ես տեղեկություններ ունեմ, որ Ղազախստանում, Qırğızstանում, Ուզբեկստանում եւ Տաջիկստանում բենզինը գրեթե վերջացել է։ Իրանք այդ բենզինը մատակարարում են Ռուսաստան, որովհետեւ ուկրաինական դրոնային ուժերը նավթամշակող գործարանների վնասելուց հետո ստեղծել են լրջագույն դեֆիցիտ։ Եվ քանի որ այս երկրները ավտորիտար երկրներ են եւ պարզավոր առանց համապատասխան նախագահի երանգի ոչ մեկ չի կարող ոչ մանանի։
ու մասնավորապես Ղազախստանը, որը ամենամոտիկն միակն է, որ Ռուսաստանի հետ սահման ունի եւ փաստացի Ղազախստանով ադնում։ Որպեսզի Ղազախստանին բան չանեն, այդ թեման չլինի։ Նույն մոդելը իդեպ բաններ, Ալիևներ, որ Ռուսաստանի հետ ոնց որ պաճ-պրոշտի ապրում էին, բայց Ուկրաինային, ասենք, կարող է մի 100 հատ գեներատոր տային կամ ասենք մի 10 միլիոնի, նրան մի 10 միլիարդի նավթ էին ծախում լվամ տալիս, մի 100 միլիոն տալիս էին Ուկրաինային, անունը դնում էին Ուկրաինային, տանում էին ուկրաինական սոկարում տեղավորում էին ապրանքը, էլի։ Ասենք այդ հայտնի գեներատորների պատմություն հատալիս էին տանում էր սոկարում էր դնում։ Լավ իմ մոտ վերադառնա։ Թեման որն է, որպեսզի Տակաևին բան չանեն, պրեսավատ չանեն, ինքը պետք է ցույց տա, որ ինքը տենց տեսեք ինչ է, տեսեք։ Այսինքն երկուսն էլ ցուցադրական էր եւ հա, տեսեք Ռուսաստանը Հայաստանին փակել է, մենք Հայաստանին ծորենը տալիս ենք Ադրբեջանով, համե տեսեք Ադրբեջանը բանա մեր համար որպես բան-թուրանական երկիր, մեր թուրանական այդ բանն էլ կապ ունի, տեսեք ինչ լավ է, որ մենք թուրան ենք սարքում ստեղ, ու մենք այս թուրանով կարողանում ենք պայմանավորվենք, հարգելի արևմուտք, դեմ դուրս մի եկեք մեր թուրանական, մեր սելջուկ բոլշևիկյան հրեշին, այսինքն ստեղ ամեն ինչը վատ է, այս ամեն ինչը ինչ որ եղել է, սաղ վատ է, սկսած դրանից, որ ղազախական ծորենը ուկրաինական ծորենին զիջում է 3-ից 4 անգամ որակով, սովետական միության տարածքում բարձր կարգի ծորեն աճեցվում է բացառապես Ուկրաինայում, Ռուսաստանի ծորենը, որը մենք որպես հացահատիկ օգտագործում ենք, որից հաց ենք սարքում, ինքը լավագույն դեպքում 3-րդ կարգի է, իսկ հիմնականում անասնակեր, դրա համար տալիս են այդ այսպես կոչված պրիսատկեք, դաբավկեք բան են անում, որ մի քիչ ավելի սպիտակ լինի, մի քիչ էս լինի, քնքի կամ հավելումներ, օրենքով կարելի է, բայց ժողովուրդ կա նորմալ ծորեն։ Գիտեք ոնց բացահայտեցին։ Ուկրաինան չի առաջարկում։ Ուկրաինան առաջարկել է, Ուկրաինայի դեսպանատունը միշտ առաջարկել, նույնիսկ պատերազմի առաջ տարում բացել։ Բա ինչն է։ Գիտեք ոնց են իմացել, որ Ռուսաստանը ծորենը գողանում է եւ Ադրբեջանը իր գործընկերն է։ Ուկրաինայից 22 թվականից։ 22 թվականի ապրիլին բոլորին հայտնի Չարաբաստիկ Լիբերմանը, որը այն պահին ֆինանսների նախարարներ Իսրայելի, եկավ Բաքու եւ կնքեց պայմանագիր առայն, որ Ադրբեջանը Իսրայելին մատակարարելու է ծորեն բարձր կարգի։ Հետո համապատասխան երկրները բացահայտեցին, որ Ադրբեջանը նախ չի հաջացնում տես ծորեն։ Այդ ծավալները ինքը նույնիսկ չի կարող ոչ մի տեղ աճեցնի, նույնիսկ եթե Բաքվի վերջի փողոցը խաչմերուկով բանանի ծորեն աճացնի։ Հետո պարզվեց, որ ինչ որ տենցա որ ինքը այդքան պահելու ծավալ էլ չունի։ Այսինքն էլևատոր է բանը ոնց դի պահես։ Ու վերջու հետո երբ որ առաջի պարտիան իմացող մարդիկ ինչ բաներով ստուգեցին, պարզվեց որ ծորեն ուկրաինական է։ Ու պարզվեց, որ Ադրբեջանը վաճառում է ռուսների կողմից գողացված ուկրաինական առաջի կարգի ծորեն բարձր կարգի։ Դրա համար նորից եմ ասում, Ադրբեջանին հավատալ, վստահել, ասել, որ ծորեն է տվել, ես բոլորին ուզում եմ հիշեցնեմ, ես շատ փոքր էի այդ ժամանակ, բայց ես հիշում եմ հայրս ինչքան ջղայնացած էր, որտեղ անձամբ տեսել էր այդ գնացքները 88 թվականին, որի վրա գրած էր, որոնք գալիս էին Ադրբեջանով, վագոնները ջարդած մեջից սաղ գողացած, մեջը 1980 կեղտոտած, վրան էլ ներկով գրած «Поздравляем с землетрясением»։ Այդ նույն մարդիկ էին, կամ այդ մարդկանց հերերն են, ու այն վաղ հələ սովետ էր, այն որ բոլորը տենց, մենք բոլորս ընկերական ապրում էինք, առհատ է դուք ընկերական ապրում էիք։ Ազգերի տուն բարեկամություն։ Ազգերի լավ, հաջորդ հարցը այդ նույն հացահատիկը, այդ քաղաքասարակության հետ հանդիպումը եւ մի քանի այսպես ցավոք չգտա վերջին րոպեին, որ այդ ձևակերպումը բերեմ, բայց բոլոր դեպքերում հարց տպավորություն չի ստեղծվում արդյոք, որ Արևմուտքը փորձում է Ադրբեջանին ժողովրդավարական երկրների, այսպես որպես ժողովրդավարական երկիր, եթե ոչ դեռ դիտարկել, բայց այսպես բերել դարձնել կամ իրենց խափեն, որ դա ժողովրդավարական երկիր կարող է դառնալ Ալիևի օրոք։ Ոչ մեկին չի խափում, ոչ մեկին ոչ միտեղ չի տանում, մեր գործընկերներում հետ մենք շփվում ենք, իրանք միանշանակ մի բան են ասում են, որ
մեզ համար հիմա կրիտիկական է, որ Հայաստանը նոր պատերազմի ներքաշվի։ Եթե մենք դրա համար պետք է Ալիևին չասենք, որ ինքը շանտաղ է, մենք չենք ասի։ Մեզ դժվար չի։ Բայց այն, որ Ալիևը շանտաղ է, ոչ մեկ չի կասկածում։ Շնորհակալ եմ Գովազդ ենք հայտարարում եթերում ձեր թույլտվությամբ։ Գովազդը եթերում սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ, կշարունակենք զրույցը Կարեն Սարգսյանի հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ ենք զրուցում։ Պարոն Սարգսյան, շարունակում ենք դիտարկել ինչ է կատարվում Ադրբեջանում, Ետդուշանբեյան Ադրբեջան, ասենք, որովհետև Պուտինի հետ հանդիպումից հետո Ալիևը գալիս է եւ Բարիշում են։ Ընդեղ բարիշում են, այստեղ գալիս է ջարդում փշրում է, ասում է ինձ պետք է սպանեին եւ Պուտինի հետ զրույցից նա պարզել է, փաստորեն իրենք ընդունում են, որ ոչ իրենց անվտանգությունն է պարզել այդ մահափորձը, այլ Պուտինը հերթական անգամ։ Հիշում եք, ես ձեր եթերում ասեցի, որ ջարդը, որը կատարվում է այսպես կոչված ադրբեջանական ջարդը Ռուսաստանում, դա Ալիևի պատվերով արվում։ Անկամ պատվերով։ Նու, այդ են մարդիկ էին, ովքեր որ իրան չէին ենթարկվում ուղղ։ Եվ ակնհայտ է, որ համատեղ օպերացիա է, գոյություն ցանկացած երկիր, որը մեծ գումարներ է գեներացնում ռենտայի միջոց, ռենտայից, այսինքն եթե ոչինչ չես անում, այդ երկրում իշխանության պայքարը ինքը շատ սուր է, ու Վենեսուելան նայեք։ Եվ երբ Ռուսաստանում սկսեցին կոտորել, ջարդ կազմակերպեցին այն մարդկանց, ովքեր գնացել էին մինչև Իլխամի իշխանության գալը, այսինքն Էյդարի ժամանակ, եւ անկախ բան էին սարքել
ադրբեջանական այդ սպյուրքի կներեք այդ արտադրությունները սպյուրք չի в общем այդ исходящий օտարայի այնտեղ որ տենց կուտակվել էին իրանք ուղղակի ալտերնատիվ ուժի կենտրոն էին իսկ ադրբեջանի տնտեսական վիճակը լավ չի ցանկացած դիկտատորի համար տնտեսական վիճակը շատ կարևոր է որովհետև լավ տնտեսական վիճակից դու կարողանում առնես ձայները չգիտեմ կոմպոտովա ինչովա տենց շուտ փողես այսինքն Ադրբեջանում ժողովուրդը աղքատ է բայց այդ էմիգրանտները Ադրբեջանում ժողովուրդը աղքատ է մեկ Միգրացիայում բոլորովին էլ աղքատ չի տեսեք չէ դե իրանք Ռուսաստանում փող են գեներացնել այո իսկ աղքատ են ադրբեջանցիները բայց իրանք ունեն բարեկամ ես դες հիշեցնում որ 20 թվականից ինքը սահմանները փակել է ու չի բացել դրանից հետո չի բացել տարբեր պատճառներով պատճառներից մեկը դա է նախ որ ինքը մոբիլիզացիայի ռեսուրսը մոբ ռեսուրսը չկորցնի այ դեպ ասեմ որ ինքը մինչև հիմա մոբիլիզացված է պարոն բանակը Ծնողներին էլ թույլ չի տալիս գիտեք Բարև ձեզ պարոն Փաշինյան վիճակով մեծ կռիվներ այո այնտեղ տարբեր մեկուսացված այսինքն բաներ կան տարբեր վարկածներ կան վարկածներից մեկը այն է որ 44-ից հələ դեռևս զոհված բարձր բառասատկացված այդ բաների քանակը շատ մեծ էր ու ինքը այդ ծնողներին ասում է որ իրանք ծիպո ծառայության մեջ են դրա համար չի հիմա որ մոբիլիզացիան ինքը հետ անի մոտավորապես տարբեր գնահատականներով հավելյալ 10 ու ընդհանուր 17-18 հազարի մասին է խոսքը Ինչ է կատարվում հիմա Ադրբեջանում Ադրբեջանում հիմա կատարվում է ու փողը բարձել է այսինքն չկա փող ինքը Պուտինի հետ համատեղ այդ օպերացիան բան ինչի համար է պետք որովհետև այն բանը ովքեր ընդ շուկաներ էին պահում բան իրեն չեն ենթարկվում իրանք իրանք փողն են գեներացել հիմա պարզա չէ իրանք իրանք փողն են գեներացվել իրանք կարանատեղից Ռուսաստանից գան Ադրբեջան գնեն ձայները որովհետև մեծ հաշվով այդ Աբշերոնի կլանը սովորացրել է համապատասխան քոչվորներից նոր տուն մտած մարդկանց որ կոմոդ գալու է Փաշայի ներկայացուցիչը Սուլտանչիկի կգա քեզ մանատ կտա դու կգնաս այդ մանաթի փոխարեն կքվեարկես Իան մեկը քվեարկի լրիվ մեկը ասենք մենք քիչներս կորցնենք մարդ ուղարկենք մեր համար քվեարկեն հիմա իրա փողը վերջանում է Ռուսաստանում գեներացված փող կա ու կա վտանգ որ Ռուսաստանից գեներացված փողը կգա մենք դա տեսել ենք այդ մոդելը Վրաստանում մենք տեսել ենք այդ մոդելի փորձը Հայաստանում ու մենք գիտենք որ Ադրբեջանում դա Հայաստանը իր ժողովրդավարական ավանդույթի հաշվին է դիմադրում ուրիշ ոչ մի բան Հայաստանում կա ժողովրդավարական ավանդույթ դա հիմնականում տարբեր անուններով են կոչվում վատ այդ որ ոչ մեկը չեք միավորվում մի բանի մեջ բան այդ բոլորը դա ժողովրդավարական ավանդույթն է հայերից ոչ մեկը չի համաձայնվում նրա հետ որ իր կարծիքը կարևոր չի ինչ որտեղ նաև ցավով եմ ասում կամ ինքը չպետք է առաջի համարը լինի չէ նույնիսկ առաջի համարի մասին չի խոսքը դա դու նստած են ասենք բանով քանի անգամ հազարավոր գրեթե ամեն օր տեսնում ենք գնանք լավ ժամանակ անցկացնենք չէ հա ուր տղեկյա գրանք գարեջուր խմենք խորոված ուտենք քաղաքից դուրս կնանիքի ականջիցեռու աղջիկին զանգենք կանչենք գնանք բան բայց թեմաները տարբեր են միշտ չկա որ ինչ-որ մեկը ասում է գնում ենք փոսփորելու ու բոլորը գնում են որովհետև այդ մոդելը ինքը սելջուկ բոլշևիկյան մոդել է Եվ այնուամենայնիվ այդ առաջին համարը ես որ ասում եմ գլխավորը պետք է ինչ-որ մեկ գլխավորը հա այդ առաջի համարն է այդ առաջի համարը այդ որ պետք է մեկը սեղանին խփի ասի սենց է ոչ մեկ չի համաձայնում բոլորն են խփում ոչ մեկ չի ուզում որ ինչ-որ մեկը գա իր մոտ սեղանին խփի ասի այո ասի նա որոշեց որ հավաքել է ուրեմն ինքը պետք է որոշի այդ բան այդ ավանդույթն է բայց այդ ավանդույթը կներեք մխիթար գոշից է գալիս է նրանից որ մենք կարողացել ենք Կիլիկիայում թակավորություն սարքել Չնայած նույնիսկ ամենասկզբից 7-8 դարում մենք նույնիսկ մեծամասնություն չենք եղել այնտեղ բայց մենք կարողացել ենք առաջարկել այ նրա հաշվին որ մենք մեր մեջ լեզու չենք գտնում բայց կարող ենք էս անենք լիքը մարդ եկել է մեզ ասել է դուք ոնց որ լավ եք կառավարում եկեք դուք կառավարեք տենց եղել է մենք մեծամասնություն չենք եղել սկզբից Կիլիկիա հետո ենք դարձել մեծամասնություն այն էլ տեղ
Խնդիրը, երբ որ դուք ասում եք Ադրբեջան, դուք պետք է հասկանաք, որ Ադրբեջան գոյություն չունի։ Աբշերոնում նստած երկու կլանը, ինչ որ տարածքներ, ինչ որ ձևով զավթել են, ինչ որ բնակչությանը սարքել են ստրուկ ու նստած են։ Լրիվ նույն մոդելը Ռուսաստանում է։ Լրիվ նույն մոդելը միջինասիական երկրներում է։ Ինչ է ինձ մոտ առաջացնում քմծիծաղ եւ սարկազմ, երբ որ ԿՊ-ն Սառակազմ, երբ որ ԿՊ-ն ասում է, որ մենք պետք է գնանք եւ Կենտրոնական Ասիայի հետ լավ լնենք, Ռուսաստանի հետ լավ լնենք, ԵԱՏՄ-ն լավ լնենք, խարխմռուկ սարքենք, դա չես կարա։ Իրանց մոտ այդ տրամադրությունները փոխվում է անկանոն եւ իրանք ընդամենը էթնիկ խմբեր են, որոնք նոր են տարածք ստացել են։ Հիշեցնեմ, որ Ռուսաստանը այսօրվա սահմաններում գոյություն ունի 1991 թվականից։ Նույնիսկ ավելի քիչ։ Ադրբեջան չի եղել ընդհանրապես։ Ասենք որ 100 տարի հետ գնանք, կտեսնենք, որ Ռուսաստանը ուրիշ էր։ Ինք ասեն ցարական Ռուսաստան։ Չէ, ցարական Ռուսաստանի, ասենք ղեկավարությունը, այնտեղ Լեհաստանը, այնտեղ ծանր մասը, արտադրական, այնտեղ Ուկրաինան, այնտեղ հասկանում եք, երբ որ դուք սովետական միությունից հանում եք Ուկրաինան, որը հիշեցնեմ 91 թվականին, երբ որ սովետական միությունը քանդվում էր, Ուկրաինան աշխարհում երրորդ միջուկային զենքի պոտենցիալը ուներ, երրորդն էր աշխարհում։ Ամերիկայից եւ Ռուսաստանից Ամերիկայից երրորդ տեղը Ուկրաինան էր։ Այդ թվում հեռահար ռազմավարական ավիացիան եւ այլն։ Աշխարհում 5-րդ հնան էր, 5-րդ հնան աշխարհում։ 91 թվականին դա տենց էր։ Այսինքն, երբ որ դուք սովետական միությունը տրոհվեց, սովետական միությունը էլ գոյություն չուներ, այդ սիստեմնի բաներ կա, համակարգային կարևորագույն բան, այդ ոնց որ ասենք, չգիտեմ, ինքը լինի բան ձուկ։ Հետո դառնա կատնասուն։ Կամ հակառակը, կատնասուներ, ասենք ոտերը փոկեցին, գցեցին, ինքը դառավ ձուկ։ Ինքը լրիվ ուրիշ բան է։ Ադրբեջանը որպեսի դառնա այնպիսի մի տեղ, ինչի մասին մենք կարանք խոսենք, որպես երկիր։ Օրինակ Լիբիան էլ է այդպես։ Ղադաֆիի ժամանակվա Լիբիան հայտնի էր ինչ էր։ Ջամախիրիա էր։ Ինքը ասենք այդպես էր որոշել, քարտեզնը կանոնով գծած։ Ոնց որ ասենք հարավային կամ հյուսիսային Դակոտայի սահմանները։ Ասենք այդպես էր գծած այն բանը, այնտեղ տուարեգներ կային, սրանք կային, հիմա էլ Մարշալ Խաֆեզ բան կա, այնտեղ չգիտեմ, կենտրոնական բան։ Լիբիա գոյություն չունի։ Սիրիա գոյություն չունի։ Վսկտուր արածա։ Քանի անգամ ասեմ, ժողովուրդ չկա Ադրբեջան։ Ադրբեջանը գոյություն ունի Աբշերոնում նստած, քանի փողը կա, ինքը կարողանում է դա պահի։ Որ պահին փողը ավարտվեց կամ ինչ որ մի արտաքին հետախուզություն լրջորեն զբաղվեց իր բսկտուր անելով, ինքը բսկտուր է լինելու։ Երկարաժամկետ պլաներ, ռազմավարական ծրագրեր կառուցել նրա վրա, որ Ադրբեջանը հավերժ մնալու է կայուն եւ սենց, դա հիմարություն է, դա բյուջեի փողերի վատնում է։ Երկու թեմա մնաց, առաջինը, չգիտեմ որից սկսեմ, լավ, ժամկետային ծառայությունը կրճատվելու է կես տարի։ Վատա։ Ձեր որպեսի երկար հարցը չտամ, բոլորը գիտեն, ցավոտ հարցը բոլորին հետաքրքրում է։ Չէ, ցավոտ հարցը, ասեմ, բոլորին հետաքրքրում է ձեր, հետաքրքրում է այս հարցը, ձեր գնահատականը։ Իմ գնահատականը շատ բարձ կարամ ասեմ, ժողովուրդ, ուրեմն մարտով էս հրամանը պատրաստել է եւ բան արել, ինքը պոպուլիստ է եւ ինքը շատ վտանգավոր բան է անում Հայաստանում։ Տեսեք, պատերազմը, որը հիմա ունենք, ընթացող պատերազմ, որը պարզա չի ուսումնասիրվում մեր բանով, գլխավոր շտաբով, ամբողջ պատասխանատվությամբ ասում, չի ուսումնասիրվում ու որ հակառակը ասի, պետք է կամապացույց ներկայացնի կամ պետք է կզի, որ սաղս վրով թռնենք, որովհետև եթե գոնե 50% ուսումնասիրեի, նման հիմարություններ չէին անի։ Պրոբլեմը հետևյալն է։ Ասում են պայմանագրային զինծառայողների թիվը մեծանում է, գլուխները քարով են տալի։ Ժամկետայինը կրճատվում։ Գլուխները քարով են տալի։ FPV դրոների բանին պատրաստելու համար պետք է 5-ից 6 ամիս։ Դու կամ դպրոցներում պետք է մտցնես դա որպես առարկա։
դրանից հետո կարաս մի 3-4 ամսում պատրաստես։ Հետո պետք է մի 6-7 ամսից դու պատրաստես։ Հետո մի 6-7 ամիս, որպեսզի ամեն ինչ նորմալ լինի։ Իրանք պետք է կիրառում անեն փորձնական, որպեսզի պատրաստեն մարտական կիրառմանը։ Այսինքն դու պատրաստում ես մոտարապես 1 տարի, դեմից է մի 2 ամիս այդ իրենց սիրած հիմարությունները, շարային, մարային բան, շուտություններով են զբաղվածում մարդկանց, որ յանի որ սիրուն չքայլի ինչ կլինի, որ Չէ, բացի դրանից ինչ որ ուրիշ բաներ պետք է անեն, էլի։ Հա դե հիմա չեն անում, միջինում ես ասենք խոսում եմ, չէ, ընկերներիս հետ խոսում եմ, ես բանակում ասենք օֆիցիալ չեմ ծառայել, պաշտոնապես չունեմ, ոչ մի բան չեմ ծառայել, ես քաղաքացիական կյանքի ընթացքում ավելի շատ մարտական պամպուշտ եմ կրակել, քան մարդիկ ովքեր ծառայություն են անցել, նույնիսկ բան Խոսքով այդ պայմանագրային զինծառայողներ եւ ընդհատեցիք բանը միտքը բան արեց 6-ից 7 ամիս ընթացիկ 2 ամիս ընդեղ 6-ից 7 ամիս ընդեղ տակը մնում է այդ որ կարանտին բան մի տարի գոնե ինքը պետքա մարտական ծառայության լինի երթապահության պատրաստել ես մի տարի այդ մարտը պետքա լինի մարտական երթապահության որպեսզի հաջորդ զորակոչը բռիզիվը, որ եկավ, ինքը փորձ փոխանցի, բան ասի, նոր մոդելները գան ինքը սկզբից կիրառի, նոր մոդելները իրա վրա փորձարկվի, ինքը արդեն պատրաստ է, գիտի ինչ է, ինքը հետադարձ կապ տա արտադրողներին, ասի տղեկ, եսի մի քիչ են չի, ես մեր մոտ լեռնային քամիները ավելի բարձր են, 16 մետր վայրկյանում շատ է լինում, ձմեռը սենց պետք է աշխատի, բան, ես հենց մենակ մի զորատեսակն եմ ասում, որը Հայաստանը ոչ մեկ չի ստեղծում Հասկանում եք Ուկրաինայում, Ֆրանսիայում արդեն ստեղծած հատուկ զորատեսակ կա, ոնց բանով։ Օթուշ, հա, մի հատ էլ իրանք տենց ունեն դրոններ։ Իսկ մեր մոտ նույնիսկ չգիտեն դրոնը որտեղից է, ում է տալի։ Մեր մոտ մինչև հիմա դրոնը բերում են հաշվապահական սդալ պրինյալ շոտ ֆակտորով կախում են զինվորի վրա։ Էտենա ինչ որ Ռուսաստանում անում են։ Ռուսաստանում էլ են տենց անում։ Նույնիսկ չի որ մենք տենց բան ենք, չէ։ Ուկրաինայից բացի Դե Ֆրանսիան վաղուց է, մերձ բալտյան երկրներն են, բալտիկ երկրներն են, որոնք բան չեն արել, մնացած բոլորի մոտ տենց է մեծ հաշվով, չկա որ այսի բանը, ռասխոդնիկ է, օգտագործվող նյութ է։ FPV դրոնը չպետք է նստած լինի հաշվապահության վրա։ Իրեն բարձրացնես, որ ինքը տրակի։ Դրոնը ընդհանրապես, ինչը լինում է ժեշտին լինի տարբերակով, ինքը չպետք է արժենա ոնց որ բան ասենք Գելենտվագեն կամ բնակարան Նյու Յորքի կենտրոնում, որպեսզի մարդը կարողանա հանգիստ իրան օգտագործի զինվորը։ Հիմա այ սա է, որ 1.5 տարվա մեջ դու կյանքում չես անի։ FPV դրոնշիկը, այսպես ասած, ինքը բանա հասարակ երեխա է, որ ասենք 18 տարեկանում գալիս է, ասենք լավ կամպյուտերային տունը PlayStation ունի, լավ խաղացել է, ինքը առաջիկից չի գնում, իրա կյանքին, ասենք մի 80-90%-ով ավելի քիչ վտանգասպառ կանց Երևանում, որտեղ ինքը կարա ասենք, չգիտեմ, վատողի խմի վատանաբան, նորմալ իրա համար հեռու նստած կառավարում է։ Իրան բան չկա։ Այդ մարդուն չի 1.5, որ ինչ անեք։ Բացի դրանից մարդիկ կան, որոնք զորակոչվելու են գյուղական բնակավայրերից, մարզերից։ Իրանք պետք է լեզու սովորեն մինիմալ։ Գոնե մի տարի էլեմենտար մինիմալ լեզուն անգլերենը պետք է սովորացնես, որ ինքը բան չանի, ապշած չնայի նրան ինչ ինքը կառավարում։ Իսկ գուցե դա լավ է, տեսեք ինչ է ասում Պապիկյանը, գուցե լավ է, որ պայմանագրային են դառնում զինծառայողները։ 5 տարվա ընթացքում պայմանագրային զինծառայողների թիվը մեծացնելով, մենք կկրճատենք զորակոչի տեղողությունը, այս պարտավորությունը կրճատելու արտացոլվում է նաև բանակի բարեփոխումների հայեցակարգում։ Բարի լույս եւ շնորհավորում եմ մեզ բոլորիս։ Հիմա թողենք հələ որ այս բանը քաղաքական ընթացքում պայքարի ես իրանք լիքը պետք է պատասխան տան նրա համար ինչ որ առաջարկում են որպես բանակի բարեփոխում հաշվի չառնելով կրկին պատրաստվելով 1942 թվականին տեղի ունեցող մարտական գործողություններին ասենք 21-րդ դարի կեսին ենք մոտենում ժողովուրդ 2050 թվականը ավելի մոտիկ է քան 2000-ը հասկանում եք արդեն ինչա մինչև հիմա պատրաստել
Լավ, в общем. Բանակի բարեփոխումների հայեցակարգում։ Եվ վերջին հարցը, եթե կարելի է, վերջացնում ենք այն թեմայով, որով սկսեցինք ինչ է կատարվում Հայաստանում, եւ Զախարովան է հետաքրքիր ձևակերպել եւ տեղեկացրել, որ մեջբերում եմ Մոսկվան հետևում է զարգացումներին, հաշվի առնելով, որ Շիրակում են տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան, Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը եւ Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը։ Մոռացել է ասել դեր։ Մի խոսքով Մոսկվան հետևում է այստեղ կատարվում եւ հիշեցնում, որ մեր Վարդանիկը իրանց դրածոն էր, չէ՞։ Աչքը ընտեղ է։ Այդքան շատ չեք կարող։ Երևի բան են արել, քիչ են լցրել, տենց։ Նեդապիրապի։ Բան Սարգսյան, եթե ինչ-որ բան բաց թողեցի, Հորիզոն Եվրոպա ծրագրի Չէ, Եվրոպայի հետ կապված բավականին լուրջ բաներ կան, բայց դրան երևի առանցին կանդրադառնանք մի շաբաթ։ Տեղեկացնեմ, որ նրանք ասում են մենք աշխատում ենք Եվրամիություն Հայաստանի Հանրապետություն հարաբերությունները ամրապնդելու ուղղությամբ ու ասում են մենք շատ բան ենք անում։ Եվ մի բան էլ հիշեցնեմ, որ հենց այս շաբաթ Արարատ Միրզոյանը ասաց, որ մեկ ամիս կամ մյուս տարի կդիմենք անդամության։ Այսպես շատ անորոշ որոշակիություն։ Անորոշ որոշակիություն է իհարկե կապված է նրա հետ, որ մայիսին 26 թվականի տեղի ունենալու եվրոպական համագործակցության այդ պլատֆորմի հանդիպումը Երևանում մեծ հավանականությամբ ես ակնկալում եմ, որ եթե խելքները չեն կերեհացի հետ կդիմեն հենց այդ միջոցառման ժամանակ կդիմեն եվրոասոցիացման, դա հնարավորություն կտա նաև իրանց ինչ որ մի մասին մարդկանց էլի խաբել, ձայներ փախցնել մի քիչ բան անել, բայց ամեն դեպքում դրանց բոլորս կընդունենք, կօգտվենք, այնպես որ նորմալ է։ Հիմա Արարատ Միրզոյան Ֆրանսիայում է։ Այո։ Այնտեղ հանդիպումներ, մինչև այդ եղել են հանդիպումներ, որոնք կապված են Global Gate-ի հետ, որը գիտեք է նա ինչը որ այլասերեց Տրամպը եւ որը դարձավ խաշմռուկ մռուկի մասը թողեցին խաշը կերան բան սենց շու ընդ Global Gate-ի բան կան այնց որ հա շատ իրականում շատ լավ է այն ինչ որ ընթանում է շատ լավ է այն որ գործընթացները որոնք գնում են կապ չունեն Հայաստանի գործող իշխանության հետ այսինքն անկախ նրանից թե Հայաստանի գործող իշխանությունները անիմաստ բանակային ռեֆորմա անցկացնում, չգիտեմ ինչ խաշմռուկ անում, ինչ անում, այդ գործընթացները գնում են եւ այդ գործընթացների վերջում Հայաստանը մեծ հաշվով կստանային կարգավիճակը, որին որ մենք ձգտում ենք։ Բայց հիմա այդ ընթացքում պարզ է, այդ որ ասում է հաղթանակը հազարատ հերունի, ասում է պարտությունը որփա շատ վատ է իրականում եթե բայց դե հա հիմա կոպիտ ասած ինչ մեծ հաշվով մեկը եթե իրանք ստիպված մեզ ինադու կգնան կդիմեն եվրոասոցիացմանը թուղթը կստորագրեն ուղղակի որ ասեն այդ մենք որ Եվրոպային ուզում գնեն ջանդամը գորտո անեն թող մենք կգնանք Եվրոպայում թող իրանք ասեն հələ իմացող մարդը գիտի մնացածին խնդալու է Շնորհակալ եմ շատ այսօրվա համար շնորհակալություն սիրելի հայրենակիցներ նաև ձեզ մեզ հետ եք լինում միշտ ուրբաթ օրերին որի համար շատ շնորհակալ եմ Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ էինք զրուցում զրուցվարում էի ես Լիանե Արաքելյանս բարին ընձեզ